Բարի երեկո, Տիկնայք և Պարոնայք։ Մենք շարունակում ենք ինչ որտեղ երբ հայաստանյան խաղերի ձմեռային եթերաշրջանը, որն իրականացվում է Իգրա TV հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա և Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ։ Վերջին 5 տարիների ընթացքում մեր խաղասեղանի շուրջ շատերն են փորձել իրենց ուժերը։ Լրագրողները, դպրոցականները, հեռուստատեսության և արվեստի գործիչները, ոստիկաններն ու նախարարները։ Բայց ազգային ժողովի պատգամավորների մի ամբողջ թիմ մենք դեռ չենք ունեցել։ Եվ ես խաղի եմ հրավիրում Էդվարդ Շարմազանովի թիմին, մաթեմատիկոս, ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյան, տնտեսագետ, ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյան, բանասեր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայան, պատմաբան, ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սամվել Պարմանյան, տնտեսագետ, ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյան և թիմի ավագ, պատմաբան, ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդվարդ Շարմազանով։ Էդվարդ Շարմազանովի թիմի դեմ այսօր խաղան Գևորգ Գասպարյանը, Մարիա Արմենակյանը, Նարինե Ավետիսյանը, Դավիթ Բարխուդարյանը, Վալենտինա Կարյուկովան, Սարակյան Ավետիսյանը, Պլից, Սվետլանա Հովսեփյանը, Գոհար Ղազարյանը, Մարինա Պատոչյանը, Ռաիսա Խաչատրյանը, Դիանա Հակոբյանը և Ռոզգոստրախ Արմենյան։ Ինչ որտեղ երբ ձմեռային խաղեր։ Հեռուստադիտողներն ընդդեմ գիտակների, հաղթող ճանաչվեն նրանք, ովքեր կվաստակեն 6 միավոր։ Հաշիվն է 0-0։ Առաջին խաղապուր։ Բարի երեկո, հարգելի գիտակներ։ Բարի երեկո։ Ես հասկանում եմ, որ պարոն Շարմազանով, որ հեռուստախցիկներին դուք սովոր եք, բայց այնուամենայնիվ կլոր սեղանի շուրջ, այն էլ որտեղ մեջտեղ ինչ-որ սլակ է պտտվում, առաջին անգամ է, թե դեպքեր գրանցվել են մինչ այժմ։ Ուսանողական տարիներին դեպքեր գնացվել են, բայց պատգամավորների հետ միասին առաջին անգամ է եւ ավելի պատասխանատու հարգելի հաղորդավար։ Ձեր դեմ խաղում է Գևորգ Գասպարյանը Երևանից։ Մի անգամ, երբ փիլիսոփա Վոլտերը զբոսնում էր Լոնդոնի փողոցներով, նրան շրջապատեց կատաղած ամբոխն ու սկսեց գոռալ. «Կախեք Ֆրանսիացուն»։ Փիլիսոփան առանց շփոթվելու ասաց, որ ինքն արդեն պատժված է։ Ուշադրություն հարցը։ Վոլտերի որ փաստարկը ամբոխի կարեկցանք առաջացրեց իր հանդեպ։ Մեկ րոպե։ Որ այսօր արդեն Անգլիա։ Արդեն Անգլիայում ես պատժված եմ, հաջորդ վերջաններ ասեք։ Կարող է Ֆրանսիայից բան են արել, վտարել են։ Որտեղ մասնագիտության հետ կապված է։ Վերսիա։ Ֆիզիկ։ Դա աշուշ խաղաց է։ Ֆրանսիայում ինձ արդեն կախել են։ Իրոք է փաստարկը կարեկցանք առաջացել անգլիացիների մոտ։ Ես արդեն պատժված եմ, որ Անգլիայում եմ, մեկ վերսիա, հաջորդը։ Փիլիսոփա Ֆրանսիայում խնդրեմ ուներ, չէ՞, Ֆրանսիայից փախել էր։ Ես Ֆրանսիայում արդեն կախված եմ։ Ես Ֆրանսիայից արդեն փախել եմ։ Ֆրանսիացիք արդեն պատժել են իրան։ Որտեղ Ֆրանսիայի դժվար բան։ Բայց չի պետք է կարեկցեին, լավ է սա, փախել ես։ Ես արդեն Անգլիայում արդեն պատժ։ Ես արդեն մասնակցել եմ։ Ես արդեն փիլիսոփա եմ, դրանով պատժված եմ։ Կարեկցանք առաջացրել, ժողովուրդ։ Լոնդոնում, ինչ Անգլիայում ես արդեն կարեկցանք առաջացրել։ Հակամարտություն, պատմական ինչ-որ։ այն ժամանակ չկար կոմ։ Փիլիսոփա եմ լավ։ Հավանաբար պատերազմ բանը մեկ էլ դրանից արդեն չի եղել։ Ես արդեն փիլիսոփա եմ, պատժված եմ, մտածում եմ Կարեկցանք կյանքի չի առաջացել։ Ժամանակ, պարոն Շարմազանով։ Ով է պատասխանում։ Պատասխանում։ Ով։ Արգելի հաղորդավար, կփորձեմ ես պատասխանեմ, բայց խնդրում եմ կրկնեք ամբողջությամբ հարցը։ Մի անգամ, երբ փիլիսոփա Վոլտերը զբոսնում էր Լոնդոնի փողոցներով, նրան շրջապատեց կատաղած ամբոխն ու սկսեց գոռալ. «Կախեք Ֆրանսիացուն»։ Փիլիսոփան առանց շփոթվելու ասաց, որ ինքն արդեն պատժված է։ Վոլտերի որ փաստարկը ամբոխի կարեկցանքն առաջացրեց իր հանդեպ։ Ես արդեն Վոլտերը միգուցե պատասխանեց, որ ինքը արդեն պատժված է, քանի որ ինքը արդեն գտնվում է Անգլիայում եւ վտարվել է Ֆրանսիայից։ Դա պետք է կարեկցանք առաջացներ ձեր կարծիքով անգլիացիների մոտ։
Միգուցե, այլ տարբերակներ չունենք։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Մի անգամ, երբ փիլիսոփա Վոլտերը զբոսնում էր Լոնդոնի փողոցներով, նրան շրջապատեց կատաղած ամբոխն ու սկսեց գոռալ. «Կախեք ֆրանսիացուն»։ Փիլիսոփան առանց շփոթվելու ասաց. «Ես արդեն պատժված եմ, քանի որ անգլիացի չեմ ծնվել»։ 1-0 հոգուց հեռուստադիտողների Գևորգ Գասպարյանը ստանում է վաստակում է առաջին միավորը եւ ստանում 100,000 դրամ Ռոսգոստրախ ընկերության կողմից։ Ճիշտն ասած, պարոնայք, ինձ թվում է այս պատասխանը ձեզ համար շատ հեշտ է լինելու, որովհետեւ իմանալով ֆրանսիացիների, անգլիացիների միջև հիմա եղած հարաբերությունները ոնց են վերաբերվում, թե լեզվին, ոնց են խոսում, պետք է որ ավելի շուտ դուրս գայիք պատասխանին, ինչ կասեք, պարոն Արսենյան։ Կարծում եմ, որ մեր պատասխանի սկիզբը ճիշտ էր, բայց մեկնաբանությունը մենք ճիշտ չտվեցինք։ Շնորհակալություն, տիկնայք եւ պարոնայք, դահլիճում ներկա են Ռոսգոստրախ Արմենիա ընկերության տնօրեն Գագիկ Գրիգորյանը եւ մարքեթինգային կոմունիկացիաների դեպարտամենտի ղեկավար տիկին Էմա Մաժարովան։ Բարի երեկո։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Գրիգորյան, սովորաբար ձեր գործունեությունը մեր падգամավորների ուշադրության կենտրոնում է, որոշ դեպքերում հատուկ ուշադրության կենտրոնում։ Ստացվել է այնպես, որ այսօր նրանց գործունեությունն է ձեր ուշադրության կենտրոնում, քանի որ դուք հեռուստադիտողների շահերի պաշտպանն եք։ Ինչ կասեք։ Դե կասեմ, որ մենք այսօր երեկոյան էլ ավելի առանձնակի եռանդով կհետևենք մեր հեռուստադիտողների շահերը պաշտպանելու հարցում։ Եվ օգտվելով առիթից ես ուզում եմ շնորհավորել մեր բոլոր հեռուստադիտողների ամանորը եւ ցանկանալ ամենայն բարին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն եւ ոչ միայն հեռուստադիտողների, մեր բոլորի, մեր գիտակների եւ ձեր պարոն Գրիգորյան, շնորհավոր նոր տարի։ Ինչ որտեղ եւ ձմեռային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Ռոսգոստրախ Արմենիա ընկերությունը։ Հովանավորներն են Յուկոմ ընկերությունը, Կոնյակ Մադատովը, PC Electronics խանութ-սրահ, Եվրոստանույթ ընկերությունը, իսկ հեռուստադիտողների եւ գիտակների գործընկերն է Նուրքարտը։ Գովաստ Արմենիա TV-ի եթերում։ Ուշադրություն։ Այս խաղի լավագույն գիտակին Ռոսգոստրախ Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը կնվիրի գիրք Ֆրեդերիկ Բեգբեդեր 99 ֆրանկ։ Շարունակում ենք խաղը երկրորդ խաղափուլ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսուհետ բոլոր ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները կարող եք ստանալ tv.am կայքում։ Այդ նույն հասցեին կարող եք ուղարկել նաև ձեր հարցերը։ Փորձեք մի փոքր շատ տարբերակներ ասել մեկ րոպեի ընթացքում։ Դա ավելի հեշտացնում է պատասխանելը, պարոնայք։ Կհետևենք ձեր խորհրդին։ Ձեր դեմ խաղում է Վալենտինա Կարյուկովան, աշխարհագրության ուսուցչուհի Երևանից։ Ուշադրություն, սև արկղը։ Օգտագործելով մի հետաքրքիր հնարք, գեղանկարիչ Հենրի Հարգրիվզը եւ ոճաբան Քեյթլին Լևինը ստեղծեցին տարբեր երկրների քարտեզներ։ Օրինակ, Իտալիայի քարտեզը նրանք ստեղծեցին մակարոններով, Հնդկաստանինը համեմունքներով։ Սև արկղում գտնվում է այն, ինչը նրանց օգնեց ստեղծել նաեւ Ֆրանսիայի քարտեզը։ Ուշադրություն հարցը։ Ինչ է սև արկղի մեջ։ Պանիր գինի Ֆրանսիայի մոդա Էֆելյան աշտարակի երկար մոդա երկապած ֆրանսիացի։ Լավ, վերջանալի ասենք։ ֆրանսիացիները խոհանոցով շատ Մակարոն, համեմունք, բան Ուտելիք, ուրիշ։ Իսկ եթե ուտելիքներից դուրս դիտարկենք, ինչ կարող է։ Գինին է, պանիրն է, էլ վերցի ասեք։ Բայց կարող Ասի Ֆրանսիան ինչով է հայտնի։ Ասվեցելի գինի, պանիր։ գործ։ Պատմություն չէ։ Գիլոցը։ մտածեք, Շվեյցարական։ Էլ ինչ ուտելիք։ Պանիրը ավելի շատ Ավելի ելենք ուտելիքներ, շվեյցարական, բայց ֆրանսիաներն է շատ հայտնի։ Բայց գինիով ոնց քարտեզ ստանան։
Ֆրանսիայի պատկերը Պանիր հնարավոր է կտրել կոնյակ։ եւ քարտեզ տալ։ Խաղող։ Խաղողը։ Երկաթներ Խաղողը, ալու։ այո, Էֆերան աշտարակի երկաթները։ Այս երկաթները Կարող է։ Դու որոշը որը։ պանիրը։ չէ։ Պանիրով հնարավոր է կտրել։ Հնարավոր է, բայց պանիրը հենց հայտնի բան չի իրենց։ Ժամանակ, պարոն Շարմազանով, ով է Պարոն պատասխանում։ հաղորդավար, խնդրում եմ ամբողջությամբ կրկնել հարցը եւ կպատասխանի Ալեքսանդր Արզումանյանը։ Օգտագործելով մի հետաքրքիր հնարք, գեղանկարիչ Հենրի Հարգրիվզը եւ ոճաբան Քեյթլին Լևինը ստեղծեցին տարբեր երկրների քարտեզներ։ Օրինակ Իտալիայի քարտեզը նրանք ստեղծեցին մակարոններով, Հնդկաստանինը համեմունքներով։ Սևարկղում գտնվում է այն, ինչը օգնեց նրանց ստեղծել նաեւ Ֆրանսիայի քարտեզը։ Ինչ է Սև արկղում։ Մենք մի քանի տարբերակ ունենք, որոնցից մեկը, քանի որ Ֆրանսիան շատ հայտնի է որպես կոնյակ արտադրող երկիր, ուրեմն դա խաղողն է եւ խաղողի հատիկներով կազմվել է Ֆրանսիայի։ Իսկ մյուս տարբերակը դուք ասիք մի քանի տարբերակ ունեք։ Պանիր է հնչել, գինի է հնչել, բայց գինին էլ խաղողից է արտադրվում։ Հիմա Պանրի հայտնի հայրենիք Շվեյցարիան ենք համարում, այդ առումով չեն կարծում, որ հիմնական հիմա լիներ։ խաղող թե պանիր։ Ձեր պատասխանը պարոն Պանիրով հեշտ է քարտեզ սարքել։ Պանիր, Պատը ինչ պանիր։ պանիր, դա ձեր վերջնական պատասխանն է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Հենրին ու Քեյթլինը ստեղծեցին Ֆրանսիայի քարտեզը, օգտագործելով մի քանի տեսակի բացենք սև արկղը։ Պանիր։ Պարոն Արզումանյան։ Պարոն Արզումանյան։ Լսում եմ, պարոն հաղորդավար։ Դուք ես հասկանում եմ, որ դուք դիվանագետ եք, սովորաբար դիվանագիտական պատասխանները բազմիմաստ են լինում, բայց մեզ մոտ մի փոքր դուք ինչ ճիշտ հասկացեք, նման սվաղված պատասխանները, սա կոնկրետ պատասխան։ Եղավ, ապագայում այդպես էլ կվարվի։ Պարզապես ձեզ հիշեցնեմ Շարլ դե Գոլի հանրային խոսքերը, ինչպես կարելի է կառավարել մի երկիր, որտեղ կա պաների 246 տեսակ, մեկ։ Ուշադրություն, այսօրվա խաղի լավագույն հարցի հեղինակին եւ լավագույն գիտակին Յուկոմ ընկերությունը նվիրում է 99 վերնագիրը կրող գիրքը, որը ստեղծվել է Մեծիեղեռնի 99-րդ տարելիցի կապակցությամբ։ Տիկնայք եւ պարոնայք, դահլիճում ներկա են Յուկոմ ընկերության տնօրեն Հայկ Եսայանը եւ ընկերության փոխտնօրեն Արամ Բարսեղյանը։ Բարի երեկո, պարոնայք։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Եսայան, արդեն հունվարի 3-ն է, ինչ կմաղթեք մեր հեռուստադիտողներին, մեր գիտակներին նոր 2015 թվականին։ Բոլոր այստեղ ներկա գտնվողներին, հեռուստադիտողներին եւ մեր հայ հանրությանը նախ կուզեի շնորհավորել ամանորի կապակցությամբ նոր տարեմուտով եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ, որը շատ շուտով կլինի եւ մաղթել, որպեսզի այս տարում այն ամենը, ինչ ունեցել ենք բարդությունները նախորդ 20-ամյակում մեր հանրապետության երբ որ ունեինք, չլինեն եւ էլ ավելի առաջարժվենք բոլորս միասին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շարունակում ենք խաղը, երրորդ խաղափուլ։ Պարոն Շարմազանով, կարելի է մեկ հարց։ Իհարկե, պարոն հաղորդավար։ Պարոն Շարմազանով, անսովոր չէ, որ դահլիճն այսքան լեփլեցում է։ Պարոն հաղորդավար, մեր մոտ է ժամը 12-ին դահլիճը լեփլեցումն է։ Հասկացա։ Ձեր դեմ խաղում է Նարինե Ավետիսյանը, տնային տնտեսուհի Երևանից։ Առակը պատմում է, որ մի հեռավոր տեղ կար մի փոքրիկ խանութ, որտեղ ցանկություններ էին վաճառվում։ Գներն այնտեղ տարբեր էին։ Ամուսնություն կարելի էր ձեռք բերել գրեթե անվճար։ Իսկ ահա սիրած աշխատանքի դիմաց պետք էր վճարել հրաժարվելով սեփական ուժերի հանդեպ հավատից։ Ուշադրություն հարցը։ Ինչ գին էր պետք վճարել այդ խանութում իշխանության դիմաց։ 1 րոպե։
Մի հատ նորից կարդա էլի ոնց է։ Ինչ որ ցանկություններ են վաճառում, գնում ես խանութ ես հեսա, Ամուսնությունը շատ է։ Անվճար է, էժան չի, իշխանության համար ինչ է պետք վճարել։ Կյանք։ Բայց աշխատանքի համար բան հրաժարվելով ինչից Աշխատանքի համար սիրած հրաժարվել սեփական Սեփական ուժերին հավատից։ Սիրո համար, Սիրած աշխատանքի ամուսնության։ համար, Ինչ-որ ուրիշ իշխանության բան։ Իշխանության համար հասնելու համար կյանքը մեկ տարբերակ։ Սկզբունքներից, Բարոյականությունից։ Սկզբունքը ինքը բարոյականությունն է, Սկզբունքներից։ դու շատ վատ կարծիք ես։ Ես այդ կարծիքին չեմ, բայց խանութի աշխատողները կարող է։ Սկզբունքը լավն է։ Պետք է հրաժարվել։ Ուրիշ տարբերակ։ Սեփական կարծիքից, սեփական Ուրիշ կարծիքից։ սկզբունքն է դա։ սկզբունք ուրիշ։ Սիրած Համառությունից, Հա, Արսենյան։ Չես, հա? Չես, պատիվ։ պատվից։ Խիղճն է, էլի։ Կամ արժանապատվություն։ Դե սկզբունքը ընդհանրական է։ Դա է։ Անսկզբունք մարդը ոչ պատիվ ունի, ոչ նամուս, ոչ տասի։ Ժամանակ, ով է պատասխանում, պարոն Շարմազանով։ Պարոն հաղորդավար, ես կխնդրեի, որ դուք հարցը կրկնեք եւ Ով պետք է, դուք ասեք ով է պատասխանելու, ես կկրկնեմ։ Գուրգեն Արսենյանը թող պատասխանի։ Սկզբունք ասել։ Ինչ գին պետք է վճարել այդ խանութում իշխանության դիմաց, պարոն Արսենյան։ Ես կարծում եմ, որ իմ պատասխանից հետո դուք կփորձեք ճշգրտել, որովհետև ես կպատասխանեմ սկզբունքներից, սակայն այդ սկզբունքների պատասխանի մեջ դիտարկում եմ խղճից տեսակետը։ Այսինքն դա փոքր մասն է, էլի սկզբունքները ավելի մեծ են։ Սկզբունքներից, հա, շարունակությունը դուք կորոշեք։ Ձեր պատասխանը հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ամուսնություն կարելի էր ձեռք բերել գրեթե անվճար։ Սիրած աշխատանքի դիմաց պետք էր վճարել հրաժարվելով սեփական ուժերի հանդեպ հավատից։ Իսկ իշխանությունը շատ ավելի թանկ արժեր։ Պետք էր հրաժարվել համոզմունքներից, սկզբունքներից։ 2-1 հոգուտ գիտակների։ Պարոն Շարմազանով, գիտեք, երբ արդեն հարցը տալիս եք կոնկրետ գիտակի, եթե փորձի որևիցե մեկը խոսի, ես խոսափողը կանջատեմ։ Բայց պարոն Արսենյանը ես որ տալիս է պատասխանելու իրավունքը, իմ եւ պարոն Արսենյանի կարծիքը նույնն է, սկզբունքը դրա համար եւս մեկ անգամ ավելորդ չհամարեց։ Բան չունեմ ասելու, բայց երբ արդեն տալիս եք պատասխանելու ինչ որ մեկին, պատասխանում եք կոնկրետ գիտակը ում անուն ազգանուն։ Ինչպես Միմինով ֆիլմում են ասում, «Վետը գաշտինիցը վիճ դիրեկտոր», ոնց կասեք։ Պարոն հաղորդավար, մի մոռացեք, որ մենք բոլորս էլ երկար տարիների մասնագիտական հմտություններ ունենք ձեռք բերած իշխանության մասին։ Ես չեմ մոռանում, պարոն Արսենյան։ Շարունակում ենք խաղը 4-րդ խաղապուր։ Ուշադրություն, այսօրվա խաղում հաղթած յուրաքանչյուր հեռուստադիտող կստանա դրամական պարգև Ռոզգոստրախ Արմենիա ընկերությունից։ Դրամական պարգևի չափը կախված է հաղթական հարցի հերթականությունից։ Առաջին հարցի համար 100,000 դրամ, երկրորդ հարցի 120,000 դրամ, երրորդի 140,000, չորրորդի 160,000, հինգերորդ հարցի համար 180,000 դրամ եւ հաղթական 6-րդ հարցի համար 200,000 դրամ։ Ձեր դեմ խաղում է Դիանա Հակոբյանը, դպրոցական Երևանից։ Կինոդերասան Վյեչիսլավ Տիխոնովը Գարնան 17 ակնթարթ ֆիլմում այնքան պատկերավոր էր մարմնավորել խորհրդային հետախույզ Մաքսիմ Իսաևի կերպարը, որ նրա իրական լինելուն հավատացել էր նույնիսկ ԽՍՀՄ կոմկուսի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևը։ Ուշադրություն հարցը։ Ինչ հանձնարարություն էր տվել Բրեժնևը ֆիլմը դիտելուց հետո։ Ժամանակ։ Հերթական բանը տան, կոչումը տան։ Կոչում տան, պարգևատրեն Իսաևին։ Իսկ արա իր կերպարի հետ կապված լինի։ Գործուղեք ուրիշ ճակատ։ Չէ, պարգևատրեք։ Պարգևատրեն Պարգևատրեն Բրեժնևի գրված է երբ է
նկարվել, նաև գրված չէ։ Ֆիլմը նայել 70-ական չի։ Սովետական միության հերոսի կոչում կա։ Այո, դա դա տարբերակ, բայց պարգևատրելը ուրիշ Տիխոնովին չէ, էլի Գերոյին չէ, Իսաևին։ իր համար նույնն է, Տիխոնովը Պաչոտնի բանը չեկի ստացել։ ուրիշ տարբերակ։ Բրեժնևը ուրիշ ինչ է, ցավը տանը։ Բրեժնևը շատ Մալը земля ուրիշի տեքստեր կարդում։ Կանչեք ասելա համբուր եմ իրան ես։ Կամ Համբուրում էր մեդալեր տալիս։ Պարգևատրում համբուրում Բրեժնևի մոտ դա Եթե հավատացել է, կարող պաշտոնը մեդալը ես կպցնեմ համբուր եմ իրան, Իսաևին ոչ թե տարբերակը բան պարգևատրել։ Պարգևատրել։ Կարող ով տարբերակել, ժամանակ ունենք։ Ժամանակ այլևս չունեք Տիկին Եսայան։ Ով է պատասխանում։ Բան հաղորդավար փորձեմ ես հիմային վերսիան հայտնել։ Լսում եմ ձեզ, Քանի որ Լեոնիդ Իլիչ Բրեժնևը խորհրդային ու Ստալինին չհաշվածամնա երկարակյաց ղեկավարն էր եւ ինքը հայտնի էր պարգևատրումներով, մեդալներ տալով, միգուցե խորհրդային միության կոմգուսի գլխավոր քարտուղար Լեոնիդ Իլիչ Բրեժնևը հայտարարել է, որպեսզի անպայման պարգևատրեն։ Անպայման պարգևատրեն։ Այո, մեդալով կամ ավելի բարձր կոչումով։ Օրինակ, Օրինակ դա կարող լինի Գերոյ Սովետского Союза, կարող լինել ինչ-որ Գերոյ Սոստրուդա, ինչպես է հասկանալի է։ Ձեր պատասխանը հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ավելի ուշ Կրեմլի աշխատակիցները Բրեժնևին հայտնեցին, որ Իսաևը ընդամենը գրական հերոս է։ Իսկ մինչ այդ ֆիլմը դիտելուց հետո Բրեժնևը հանձնարարել էր գտնել հետախույզ Մաքսիմ Իսաևին եւ շնորհել նրան սովետական միության հերոսի կոչում։ 3-1 Գերոյ Սովետского Союза ֆրազան, եթե չեմ շփոթվում, առաջինը թեև եթե ասեիք պարգևատրում բնականաբար առանց բանի էլ ես կհաշվեի, որովհետև լոգիկան հացի դրամաբանությունը լրիվ պարզ էր, բայց կոնկրետ սովետական միության հերոս ֆրազան պարոն Արսենյանը ասեց, եթե չեմ շփոթվում առաջինը։ Այո։ Տիկնայք եւ պարոնայք, մեր դահլիճում բացի 6 գիտակից գտնվում է եւս մեկ ազգային ժողովի մեկ պատգամավոր Եվրոստար Պլյուս ընկերության հիմնադիր պարոն Մանվել Բադոյանը։ Բարի երեկո, պարոն Բադոյան։ Բարև ձեզ, պարոն Աղաթարյան։ Պարոն Բադոյան, մենք ձեզ հետ բազմից էինք խոսացել այն թեմայով, որ ազգային ժողովը թիմ ունենա, ստացվեց այնպես, որ այսօր մենք ներկա ենք արդեն հենց այդ խաղին։ Ձեր կարծիքը խաղի մասին եւ բնականաբար հունվարի 3-ն է 2018 թվականի ձեր մաղթանքները։ Դեռ որ խաղը ընթանում է բարեհաջող թիմի համար, ես ինչպես միշտ կողմնակից եմ սեղանի շուրջը հավաքված մարդկանց, այս դեպքում ազգային ժողովի պատգամավորների, այո, գաղափար ոնց որ թե ավելի շատ։ Կոլեգա են ասել։ Չեմ ժխտի, այս դեպքում մի քիչ ավելի շատ։ Վաղուց էինք մենք խոսում այս նախագծի իրականացման մասին, բարեհաջող ստացվում, հաղթում է ազգային ժողովը, հաղթում է ժողովուրդը։ Պարոն Բադոյան, այդ դեպքում մի հարց տամ, Աբովյանի թիմի ժամանակ դուք փորձում էիք օգնել թիմին եւ ես թիմից վերցրեցի մեկ միավոր։ Պարոն հաղորդավար, պարոն Բադոյանն է փորձ։ Այո։ Էլի հանրապետականները խանգարեցին, դες Աբովյանը։ Դրա համար իմա սուսուփուս Չէ, ես չեմ ռանել։ Դակարակ, ասում միգուցե օգնեք։ Չէ, Կոլեգա են ընկերեն իրար շնորհակալ ենք։ Դուք օգնությունը լավ չեք հասկանում, պարոն հաղորդավար։ Դա քվեարկություն չի, պարոն հաղորդավար։ 5-րդ խաղապուտ։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեզ ենք ներկայացնում ինչ որտեղ երբ հեռուստախաղին հեռուստադիտողների մասնակցության կանոնակարգը։ Ըստ այդմ մեր խմբագրակազմը հեղինակների հետ հաղորդման ուղարկած հարցերի շուրջ բանակցությունների մեջ չի մտնում։ Իրեն իրավունք է վերապահում խմբագրել եւ վերափոխել հարցերը, ինչպես նաեւ օգտագործել ձեր կողմից ուղարկված նյութերը սեփական այացողությամբ։
Ձեր դեմ խաղում է Ռաիսա Խաչատրյանը, տնային տնտեսուհի Փյունիկ գյուղից։ Ուշադրություն էկրանին։ Что вы делаете? Не видите, стреляю. Ուշադրություն հարցը։ VR. VR Վիկտորիա Ռեգինա, ինքը Անգլիայի թագու ինիցիալներն է, անվանագիրն է պատին խփեց, բայց հիմա ուշադրություն հարցը։ Ով է 1887 թվականի գարնանը Ավստրիայի կայսր Ֆրանց Իոսիֆի անվան սկզբնատարերը թիրախակետին դրոշմել Կանան Դոյլի հերոսից շատ ավելի արագ։ Ժամանակ։ 1887-ին Ավստրիական Ֆրանց Իոսիֆի FI ով է դրոշմել ավելի վաղ 1887-ն է բանը, 7-ի գարնան։ Ինչ է Ինչ նշանակում։ Ավստրիական Բերլինի վարժողից հետո Բան պետք է նշանակի Բայց մի րոպե որտեղ պետք է դրոշմած լինի, այսինքն քաղաքական պատմական իրավիճակի հետ կապված է։ Հարցը չեք գրում է, Ինքան սկզբնատարերն է դրոշմել, չի ասում։ Ինչին։ Չի ասել։ ասում ով է 1887 Ֆրանց Իոսիֆի պատմական դերակատարության շուրջ պետք է դա լինի, այսինքն ինչ որ մեկը պետք է այդ կերպ իրան գնահատած լինի։ Չէ, կարող է ուղակի 87-ից հետո 87-ին 87-ից առաջ ասում, թե հետո է ասում։ 87-ից առաջ ասում, թե հետո 87-ի գարնանը։ 87-ի գարնանը դրոշմել է Ֆրանց Իոսիֆի անվան առաջին տառերը։ Արա 87-ին ինչ է։ Ժամանակ, պարոն Շարմազանով։ Ֆիլմ։ Պարոն Շարմազանով, ժամանակ, ով է պատասխանում։ Ինչ որ հայտնի ֆիրմայի անունն է։ Հարցը կրկնեք Ալեքսանդր Արզույանի, խնդրենք թող պատասխանի։ Ով է 1887 թվականի գարնանը Ավստրիայի կայսր Ֆրանց Իոսիֆի անվան սկզբնատարերը թիրախակետին դրոշմել Կանան Դոյլի հերոսից շատ ավելի արագ։ Լսում եմ ձեզ, պարոն Արզումանյան։ Ինչպես գացիք առանձնապես վերսիաներ չունենք։ Այնուամենայնիվ ինչ որ կա։ Պարոն Արզումանյան, ձեր պատասխանն է։ Չունենք վերսիա։ Չունեք վերսիա։ Լավ, այդ դեպքում ուշադրություն ճիշտ պատասխանը։ Արագության, ասում եք, 1887 թվականի գարնանը Ավստրիայի կայսր Ֆրանց Իոսիֆը ժամանեց ռազմական հրաձգարան, որպեսզի տեսնի այն զենքը, որին մեծ ապագա էին խոստանում։ 30 վայրկյանի ընթացքում հայտնագործության հեղինակ Հայրեմ Ստիվենս Մաքսիմը, պարոն Արսենյան, իրենից 100 մետր հեռավորության վրա տեղադրված թիրախակետին դրոշմեց կայսր սկզբնատարերը FG, կայսրը եւ իր շքախումբը ուղակի ցնցված էին կատարվածից։ Հերթական անգամ, պարոն Արսենյան, ես զարմացած եմ, համոզված էի, որ դուք վերցնելու եք։ Պարզապես մեկ րոպեից հետո վերցրեցիք, դրա համար հաշիվը դառնում է 2 հոգու գիտակներին, այո, իսկ Ռաիսա Խաչատրյանը ստանում է 120,000 դրամ Ռոսգոստրախ ընկերությունից։ Խորամանկերտ ձևակերպված հարցը, շատ խորամանկերտ ձևակերպված, ձևակերպումները պրոբլեմ ստեղծում։ Երաժշտությունը խորամանկ չի, պարոն Արսենյան, շատ ավելի պարզ է։ Երաժշտական դադար։ Լավ, Նորմալ է։ թույլատրեք եւ հաջող ստացվեք։ Լավ հարց։ Sirop para
Շնորհակալություն, շարունակում ենք խաղը։ Տիկնայք եւ պարոնայք, դահլիճում ներկա է ազգային ժողովի նախագահի խորհրդական պարոն Վրուհիր Փենեսյանը։ Բարի երեկո, պարոն Փենեսյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Փենեսյան, առաջին անգամ եք խաղին դահլիճում։ Այո։ Ինչ տարբերություն եք զգում դահլիճում կանգնած դիտելով եւ հեռուստացույցի առջև նստած։ Շատ հետաքրքիր է անցնում դահլիճում Այսինքն հեռուստացույցի տանը նստած հետաքրքիր չի անցնում։ Այս դահլիճում այլ ավելի հետաքրքիր է անցնում, քանի որ զգում ենք այդ տեմպը, այդ ամեն ինչը, ինչ որ կատարվում է, մեզ մոտ է, եւ օգտվելուց առիթից ես կուզեի նշել, որ ազգային ժողովի նախագահ Գալուս Սահակյանի նախաձեռնությամբ առաջի անգամ ստեղծվեց ազգային ժողովի թիմը, որը այսօր այստեղ հանդես է գալիս, եւ վստահ եմ, որ նա կդառնա ձեր ակումբի մշտական անդամ եւ ֆավորիտներից մեկը։ Եվ օգտվելով առիթից ցանկանայի շնորհավորել բոլորի նոր տարին։ Շնորհակալություն, պարոն Փենեսյան, շարունակում ենք խաղը 6-րդ խաղափուլ։ Ուշադրություն, ինչ որտեղ երբ ձմեռային եթերաշրջանի եզրափակիչ խաղում կշնորհվի գլխավոր մրցանակը Մարմարե Ալզիվը։ Եթե եզրափակիչ խաղում հաղթեն գիտակները, ապա գլխավոր մրցանակը, ինչպես նաև Ռոզգոստրախ Արմենիան ընկերության կողմից սահմանված դրամական պարգևը կստանա այդ թիմի լավագույն գիտակը։ Իսկ եթե եզրափակիչ խաղում հաղթեն հեռուստադիտողները, ապա Մարմարե Ալզիվն ու դրամական պարգևը կստանա լավագույն հարցի հեղինակը։ Իմիջայլոց ասեմ ձեզ, որ որպես ոչ պրոֆեսիոնալ գիտակներ թիմ շատ հետաքրքիր ու շատ լավ է խաղում, համենայն դեպս այդպես է սկզբնական տպավորությունը։ Ռոզգոստրախ Արմենիա ձեր դեմ խաղում է Արտաշատ մասնաճյուղի գործակալական խմբի ղեկավար Արա Իրիցյանը։ Իր առաջին մուլտֆիլմերի պրեմիերաների ժամանակ Walt Disney-ը հանդիսատեսի հետ դահլիճում նստեցնում էր նաև ժամաչափորդի, խրոնոմետրիստի, որի հիմնական խնդիրն էր լուսագրերից հետո ուշադիր հետևել մուլտֆիլմի առաջին 10 վայրկյանին եւ ազդանշան տալ ռեժիսորին։ Ուշադրություն հարցը։ Որ դեպքում էր Դիսնեյը որոշում կայացնում փոփոխության ենթարկել ֆիլմը։ Ժամանակ։ Եթե ծիծաղ չէր հնչում, օրինակ։ Իսկ եթե ժամանակաչափորդը կորցնում է ժենկան հետաքրքիր է, տարվում է չի հասնում։ Երկրորդ վերսիան։ Սամոյ վերսիան լավն էր, հաջորդը։ Բայց ինքը ձեզքի մանկական ֆիլմեր են, ինքը պետք է այսինքն իր ֆիլմերի բաներ երեխեք են, չէ՞։ Երեխեն չվախենա նաև։ Կամ չձանձրանա։ Բայց այն դեպքում որ վերջին ուրիշ տարբերակ։ Հարցը հետևյալն է, որ դեպքում էր Դիսնեյը որոշում փոփոխության ենթարկել ֆիլմը։ 10 վայրկյան հետո, այսինքն եթե դու տալիս ես 10 վայրկյանը, ուրեմն հետաքրքիր չի, որ ինքը հետաքրքիր չի, 10 վայրկյան, այսինքն եթե մոռանում է, կլանվում է բանով։ Ուրիշ տարբերակ։ Բայց այս մարդիկ աշխատանքի են եկել, գործը պետք է անել։ Այդ առաջին ֆիլմերի մասն է խոսել, այդ ժամանակը փոխել ֆիլմը։ Առաջի ֆիլմերն է, եթե զանգում է, որն է երեխեք։ Ես ես վերսայի կողմնակից եմ։ Սրամ հավաքի պատասխանում։ Պարոն Շարմազանով, ով է պատասխանում։ Պատասխանի Սամվել Ֆարմանյանը։ Լսում եմ ձեզ, Լավ, մի հատ էլ կարդացեք։ Այո, կարող ենք խնդրել ընթերցել հարցը ամբողջությամբ։ Իհարկե։ Իր առաջին մուլտֆիլմերի պրեմիերաների ժամանակ Walt Disney-ը հանդիսատեսի հետ դահլիճում նստեցնում էր նաև ժամաչափորդի, խրոնոմետրիստի, որի հիմնական խնդիրն էր լուսագրերից հետո ուշադիր հետևել մուլտֆիլմի առաջին 10 վայրկյանին եւ ազդանշան տալ ռեժիսորին, որ դեպքում էր Disney-ը որոշում կայացնում փոփոխության ենթարկել ֆիլմը։ Այդուհանդերձ ես, պարոն հաղորդավար, կարծում եմ, որ քանի որ մանկական մուլտֆիլմերը նախատեսված են փոքրացակ երեխաների համար, հանդիսատեսը պետք է լինեն երեխաներ, ես փոխում եմ իմ առաջնային տարբերակը եւ կարծում եմ, որ այն դեպքում, երբ 10 վայրկյանի ընթացքում հանդիսատեսները, այսինքն երեխաները չէին հասնում ծիծաղել, այդ դեպքում ինքը տալիս էր ազդանշան, որ դահլիճում 10 վայրկյանի ընթացքում որևէ մեկը դեռ չի ծիծաղել։ Շնորհակալություն, ձեր պատասխանն ընդունված է, ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Իսկ ո՞րն էր ձեր առաջին տարբերակը, որ փոխեցիք, պարոն Ֆարմանյան։
Գիտեք, առաջի տարբերակի սկզբնական այն էր, որ եթե 10 վայրկյան հետո անմիջապես, այսինքն ճիշտ 10-րդ վայրկյանին ռեժիսորին տեղեկացվում է այս մասնագետի կողմից, Այո։ դա նշանակում է, որ այնքան անհետաքրքիր է մուլտֆիլմի սկիզբը, որ այդ մասնագետը նույնիսկ 10 վայրկյան չի հասցրել կլանվել Իսկ սկզբում։ ինչու որոշեցիք փոխել հետո։ Գիտեք, որովհետև դուք ասեցիք, որ այս մասնագետը նստած էր հանդիսատեսների կողքին։ Այսինքն հետևաբար, եթե ինքը նստած է հանդիսատեսների կողքին, պետք է նաև ինչ-որ ֆունկցիա ունենար հանդիսատես, այսինքն ինքը միջնորդ պետք է լիներ տեղեկատվության փոխանցման։ Շնորհակալություն։ Հակառակ դեպքում միայնակ կարող էր։ Հասկանալի է։ Իր առաջին մուլտֆիլմերի պրեմիերաների ժամանակ Walt Disney-ը հանդիսատեսի հետ դահլիճում նստեցնում էր նաև ժամաչափորդի։ Եթե առաջին 10 վայրկյանների ընթացքում հանդիսատեսը պարոն Ֆարմանյան չէր ծիծաղում, ռեժիսորը որոշում էր փոփոխության ենթարկել ֆիլմը։ 4-2 տիկնայք և պարոնայք, դահլիճում ներկայացուցիչ էլեկտրոնիկ խանութսրահի ներկայացուցիչ պարոն Սամսոն Թումանյանը։ Պարոն Թումանյան, ձեր ընկերությունը հանդիսանում է իտալական կոմպանի ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Իսկ ինչ տեսականի առաջարկում կոմպանի ապրանքանիշը։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Բարի երեկո, պարոն Թումանյան։ Ցանկանում եմ շնորհավորել մեր ֆիրմայի կողմից բոլորի ամանորներ սուրբ ծնունդը եւ ցանկանալ խաղաղություն եւ առողջություն։ Ու կարգին մենք հրավիրում ենք բոլորին ձեռք բերել իտալական տեխնիկա, կենսաղային տեխնիկա, որ արտադրվում է հենց Իտալիայում, որի ներկայացուցիչը պաշտոնական Բոմպանի Իտալիա Հայաստանում մեր խանութ սրահն է։ Մենք առաջարկում ենք դիզայներական լուծումներ, տարբեր լուծումներ դիզայներական խոհանոց ստեղծելու համար։ Եվ հիշեցնում եմ, որ մեր խանութսրահում գործում է 10% զեղչամբող ապրանքատեսակի համար եւ կարող եք ձեռք բերել ցանկացած ապրանք 30 ամիս մարման ժամկետով եւ առաջի 8 ամիսը անտոկոս ապառքի տարբերակով։ Շնորհակալություն։ Շարունակում ենք խաղը 7-րդ խաղափուլ։ Պարոն Ֆարմանյան, քիչ առաջ մենք երաժշտական դադար ունեցանք։ Չեք գտնում, որ այժմ ավելի արդյունավետ կաշխատեր, եթե այնտեղ էլ երաժշտական դադարներ լինեին։ Վստահաբար, պարոն հաղորդավար, եւ ոչ միայն երաժշտական դադարներ, այլ տարբեր տեսակի դադարները ավելի արդյունավետ կդարձնեին։ Այդ թվում նաև ինտելեկտուալ դադարներ, օրինակ նման սեղանի շուրջ կարճատև խաղերը։ Եղավ, շնորհակալություն պարոն Ֆարմանյան պատասխանի համար։ Ձեր դեմ խաղում է Սվետլանա Հովսեփյանը, ոչ մի կերպ բլիցին չի հասնում հարցը։ Լրագրող Երևանից։ Տիկին Եսայան, ձեր կոլեգաներից է։ Ուշադիր լսում եմ։ Մի անգամ Սալվադոր Դալին հոգնելով իր եւ Պաբլո Պիկասոյի գեղանկարչական մեթոդների տարբերության ու նմանության մասին լրագրողների հարցերից հորինեց մի էքսպրոմտ։ Ուշադրություն հարցը։ Ավարտեք Սալվադոր Դալիի այս պարադոքսալ էքսպրոմտը։ Պիկասոն իսպանացի է, ես նույնպես իսպանացի եմ։ Պիկասոն հանճար է, ես նույնպես հանճար եմ։ Պիկասոն կոմունիստ է, ես նույնպես ժամանակ։ Հակակոմունիստ եմ։ Չէ, պարադոքսալ բան ասել։ Պարադոքսալ բան ասել։ Ապա դրանից մեկը բանը Ֆրանկոյի կողմնակից է, մեկը չէ։ Չէ, ասма Պիկասոն կոմունիստ է, Ես նույնպես կոմունիստ բառին Ես Պիկասո եմ, Ես նույնպես աթեիստ եմ։ Ես նույնպես աթեիստ։ Այս պարադոքսալը ո՞րն է դե։ Այսինքն ինքը պիտի մի կողմից ցույց տա հավասարություն, ասի որ ես էլ եմ դրանից, բայց նաև տարբերություն, այսինքն Արսենյանի մեջ ժանրի մեջ էլի։ Ես նույնպես ասենք կոմունիստ եմ, բայց նա հանճարը ես հանճարը։ նա իտալացի է, ես իտալացի։ Երբ ինքը ասել է ես էլ եմ կոմունիստ, բայց ասել է այն ձևակերպով։ Դալին կոմունիստ չէ, Պիկասոն է եղել, Դալի Ֆրանկոյի կողմնակից է եղել։ Աթեիստը լավն է գուգոյ։ Բայց ուրիշ տարբերակներ չունեն։ Կոմունիստերն ինչով են հայտնի, ժպտում են Աստծո գոյությունը, համայնավար են։ Ժամանակ, պարոն Շարմազանով։ Ես նույնպես անհավատ եմ։
Խնդրում եմ հարցը մի հատ կրկնեք եւ Գուրգեն Արսենյանը կփորձի պատասխանել։ Ավարտեք լռություն, Գուրգեն Արսենյանն է միայն պատասխանում։ Ավարտեք այս պարադոքսալ էքսպրոմտը, պարոն Արսենյան։ Պիկասոն իսպանացի է, ես նույնպես իսպանացի եմ։ Պիկասոն հանճար է, ես նույնպես հանճար եմ։ Պիկասոն կոմունիստ է, ես նույնպես Աթեիստ եմ։ Ձեր պատասխանը հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պիկասոն իսպանացի է, ես նույնպես իսպանացի եմ։ Պիկասոն հանճար է, ես նույնպես հանճար եմ։ Պիկասոն կոմունիստ է, ես նույնպես ոչ։ Այդպիսին էր Սալվադոր Դալի տարօրինակություններով լի պատասխանը ինչպես միշտ։ Ես նույնպես ոչ։ 4-3 Սվետլանա Հովսեփյանը բերում է երրորդ միավորը իր թիմին եւ ստանում 140,000 դրամ դրամական պարգև Ռոսգոստրախ Արմենիա ընկերությունից։ Իմ հակակոմունիստի վրա դուքի բան շարի։ Շատ տրիվիալ է։ Լավ, մոռացա։ Պարոն Արմանյան, դուք գտնում եք ես նույնպես ոչ պատասխանը տրիվիալ է։ Ոչ, ես ի նկատի ունեի, եթե Սալվադոր Դալին պատասխանած լիներ, դիցուք, որ Պիկասոն կոմունիստ է, իսկ ես ոչ, դա կլիներ շատ տրիվիալ, բայց ես նույնպես ոչ, դա այո պարադոքսալ է, գեղեցիկ է, բայց մենք գնում էինք, իսկ ես հակակոմունիստ եմ։ Ատեղ էր էլի խաբը։ Գեղեցկությունը նույնպես եւ ոչ արտահայտությունների համադրության մեջ է։ Շնորհակալություն, շարունակում ենք խաղը 8-րդ խաղափուլ։ Պարոնայք, իսկ դուք ցանկանայիք մասնակցել մրցութային խաղերին, պարոն Շարմազանը։ Ցանկանայինք, բայց կարծում եմ ակումբում այնքան պրոֆեսիոնալներ կան, որ դեռ մեզ համար մի քիչ շուտ է։ Մենք դեռ նորեկներ ենք եւ պետք է դանդաղ շտապենք, պարոն հաղորդավար։ Հասկանալի է, հասկանալի Եվ է։ ես պետք է իմ հիացմունքը հայտնեմ ակումբի ներկա բոլոր թիմերի։ Դպրոցականներից սկսած մինչև մեր ամենատարեց թիմերը, ամենափորձառու եւ ծափարենք բոլոր թիմերին։ Բլից, 3 հարց յուրաքանչյուրին պատասխանելու համար տրվում է 20 վայրկյան ժամանակ։ Մեկ միավոր վաստակելու համար գիտակները պետք է պատասխանեն բոլոր 3 հարցերին։ Ուշադրություն, առաջին հարցը։ Ֆիզիկոսները մեղքի մեջ են Հավիտյանս Հավիտենից, բայց դա մի գիտելիք է, որ նրանք չեն կարող կորցնել։ Վահան Մկրտչյանը Գյումրիից խնդրում է պատասխանել։ Ինչից հետո է ֆիզիկոս Ռոբերտ Օպենհեյմերը նման արտահայտություն արել։ Ժամանակ։ Փորձարկումից հետո, հա։ Ուրիշ։ Դամ բանից հետո էլի պայթացնելուց հետո է, որ Նագասակի Հիրոշիմա Նագասակից հետո է։ 45 թվականի օգոստոսից հետո։ Ատոմային ռումի Փորձարկումից է։ Փորձարկումից չէ, պայթացնելուց է, մի կարևոր չի։ Բորդեղով ոնց։ Նագասակի բան կարող է լինել։ Հիրոշիմա Նագասակի հետ։ Ժամանակ։ Ով է պատասխանում։ Ես կփորձեմ թիմի վերսիան ասել, քանի որ 45 թվականի օգոստոսին, կարծեմ 6-ին եւ 9-ին Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքները ռմբակոծվեցին ատոմային ռումբով, ասինքն այդ ռմբակոծությունից հետո, այդ փորձարկումից հետո ատոմային ռումբը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Առաջին հարցին դուք ճիշտ պատասխանեցիք։ Շարունակում ենք բլիցը։ Ուշադրություն, երկրորդ հարցը։ Լութեր Ջորջ Սիմիջյանի այս սարքի շնորհիվ հեշտ ու հարմարավետ է ստանալ արժեքի չափը, վճարման եւ կուտակման միջոցները։ Հայկ Ժամկոչյանը Երևանից խնդրում է պատասխանել, որ սարքի մասին է խոսքը։ Արժեքի չափը Քարտը չի։ Հայա, չէ Սիմիրջան։ Բանկոմատը։ Բանկոմատ։ Բանկամարտը։ Կարդա շուտ արա։ Ինչ է։ Սիմիրջանի հայտնագործության շնորհիվ ավելի հեշտ է ստանալ արժեքի չափը եւ վճարման միջոցները։ Իմանալ ավելի։ Ժամանակ, ով է պատասխանում։ Արսիկ Մինասյան։ Լսում եմ ձեզ, պարոն Մինասյան։ Կարծում ենք բանկոմատը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Արժեքի չափ, վճարման եւ կուտակման միջոցներ։ Այսպես է հնչում փողի դասական սահմանումը։ Ամերիկացի գյուտարար հայազգի Լութեր Ջորջ Սիմիրջյանը 20-րդ դարի սկզբին ստեղծեց բանկոմատը։
Շարունակում ենք բլիցը, վճռորոշ երրորդ հարցը։ Լուսնի վրա կատարած վայրեջքի վայրերում ամերիկացի տիեզերագնացները թողել են հայելիներ։ Գագիկ Հարությունյանը Ստեփանակերտից խնդրում է պատասխանել. ինչ են ճշտել գիտնականները լազերի եւ այդ հայելիների օգնությամբ։ Ուրիշ մարդիկ այդ մի րոպե երկու բան։ Առաջին ճանապարհները ուղի բան աստրոնոմիկ հեռավորությունը մեկ եւ երկրորդը ասենք լուսնի բանը պատտվելու բանը։ Ինչ էլ պատտվելու։ Երկուսից մեկը որոշեք։ Պատտվելու ինչը։ ճշգրտությունը Ինչքան ժամանակում է պատտվում լուսնային օրը։ Դա գետնից աստրոֆիզիկայում դա կարան անեն, այդ ուրիշ բան չէ։ Ժամանակ ով է պատասխանում։ Խնդրում եմ հարցը կրկնեք, պատասխանում է Ալեքսանդր Արզումանյանը։ Ֆիզիկը դու ես, բան վրա գցենք։ Ինչ են ճշտել գիտնականները լազերի եւ այդ հայելիների օգնությամբ, պարոն Արզումանյան։ Ճշգրիտ տարածությունները։ Ինչ տարածություն։ Երկրից մինչև լուսին ճշգրիտ տարածությունները տարբեր կետերի հետ կապված, հա։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Հայելիներ լուսնի վրա։ Երկիր մոլորակից ուղարկած լազերային ճառագայթը անդրադարձել է եւ հետ վերադարձել։ Այդպես գիտնականները 3 սանտիմետր ճշգրտությամբ սահմանել են երկրից մինչև լուսին եղած հեռավորությունը։ 5-3 դուք պատասխանեցիք բլիցի 3 հարցերին են։ Առաջին անգամ իմիջայլով։ Չէ, առաջին անգամ դուք առաջին Մենք առաջին անգամ, այո մենք, դուք առաջին անգամ, Պարոն հասկանալի է։ Աղոտավար, մենք տարբեր պարապմունքներ անցկացրել ենք, եթե առաջին կամ երկրորդ Ես անգամ տեղյակ եմ, որ դուք բավականին երկար ժամանակ եւ մարզվում եք, պարապում եք։ Ես տեղյակ եմ։ Պարոն այ, իսկ հիմա պարոն Վարմանյան, հերթական դաթարներից մեկը։ Դեգուստացիոն դաթար։ Դիկնայք եւ պարոնայք, մեր դահլիճում ներկա է Մադաթը բրենդի ներկայացուցիչ պարոն Լևոն Բուդաղյանը։ Բարի երեկո, պարոն Բուդաղյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Բուդաղյան, ասում են, որ կոնյակը արիստոկրատների եւ նրբաճաշակ մարդկանց խմիչք է։ Ինչ կարծիք եք դուք։ Նախ եւ առաջ, պարոն հաղորդավար, կցանկանայի շնորհավորել բոլորիս ամանորն ուսուկ ծնունդը, մաղթել առողջություն, ընտանեկան երջանկություն եւ իհարկե նորանոր հաղթանակներ 2015 թվականին։ Իսկ կոնյակի մասին անչափ շատ կարելի է խոսել, պարոն հաղորդավար։ Ինքը կոնյակը իրանով մաքուր օդ է, ամուրքուն, առողջություն։ Պարոն Բուդաղյան, ճիշտն ասած, ես գերադասում եմ շատ չխոսել կոնյակի մասին։ Ես գերադասում եմ կոնյակը վայելել։ Լավ կոնյակի մասին քիչ է խոսում։ Ինչ որտեղ երբ ձմեռային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Ռոստոստրախ Արմենիան։ Հովանավորներն են Յուքոմ ընկերությունը, Կոնյակ Մադաթևը, PC Electronics խանութ սրահ, Եվրոստանույութ ընկերությունը, հեռուստադիտողների եւ գիտակների գործընկերն է Նուրքատը։ Գովազդ Արմենիա TV-ի եթերում։ Տիկնայք եւ պարոնայք, մեր դահլիճում ներկա են Նուրքատ նախագծի գլխավոր տնօրեն Մարինա Դալլակյանը եւ նախագծի կոմերցիոն տնօրեն Մարինա Քոչարյանը։ Բարի երեկո, Տիկնայք։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Մարինա, Նուրքատի գործընկերների քանակն աճում է անընդհատ։ Իսկ ինչպես եք ընտրում նրանց, ինչ ոլորտներից եւ ձեր ծրագրի, ինչ ոլորտներից են ձեր ծրագրի գործընկերները։ Նախ մինչ հարցին պատասխանելը թույլ տվեք շնորհավորել մեր շատ սիրելի հայ ժողովրդի ամանորը, առանձնահատուկ շնորհավորել ազգային ժողովի ներկայացուցիչներին, մաղթել նրանց բարեկեցիկ տարի, արդյունավետ աշխատանքային տարի, քանի որ նրանց լավ աշխատանքից է կախված նաև բոլորիս բարեկեցությունը։ Իսկ ինչ վերաբերվում է Նուրքարտի գործընկերներին, նրանք իսկապես ամեն օր ավելանում են, նրանք տարբեր ոլորտներից են, հպարտորեն կարող եմ ասել, որ իրենց ոլորտների առաջատար ընկերություններն են եւ նպատակը մեկն է ստեղծել այնպիսի համակարգ, այնպիսի քարտ, որի շրջանակներում մարդիկ կարողանան իրենց բոլոր կարիքները հոգալ, դրա համար ստանալ լրացուցիչ պարգևներ եւ իդեպ ասեմ, մեր գործընկերներից մեկի Go Travel տուրիստական ընկերության հետ համատեղ մենք պատրաստել ենք անակնկալ եզրափակիչ խաղում, որի մասին կխոսենք հենց եզրափակիչի ժամանակ։ Շատ բարի, 9-րդ խաղապուտ։
Ուշադրություն, բոլոր հեռուստադիտողները իրենց մրցանակները հաղթող, բոլոր հաղթող հեռուստադիտողները իրենց մրցանակները կարող են ստանալ միայն ինչ որտեղ երկձմեռային եթերաշրջանի եզրափակիչ խաղի հեռարձակումից հետո։ Ձեր դեմ խաղում է Մարինա Պատոչյանը։ Կենսաքիմիկոս Երևանից։ Ուշադրություն, Յան Մատեյկո։ Ուշադրություն, հարցը։ Մի հատ տեսնենք, մի վարքան։ Կտեսնեք, ես հարցը կարդամ, հետո կտեսնեք։ Ինչպես է կոչվում լեհ նկարիչ Յան Մատեյկոյի այս կտավը։ Ժամանակ։ Սվինքսն է, այս ուրեմն այս երկուսը ովքեր են։ Սինքսնա բուրգերնա, ES ինչ տարեր, Եգիպտոս, Եգիպտոս, անգլերեն ES։ Դա Մովսեսի հետ կապված է։ Այլ բան է, 40 բան։ Մովսեսի անցումը, բան։ Եգիպտոս։ Գնանք, մենք չկա։ Եգիպտոս եւ Սևա բայց։ Բայց սև ու սպիտակ, ժողովուրդ։ Կարող եք մանիտորների վրա էլ նայել։ Նայ, Արարզմանյան, ստե նայ։ Այսինքն տարբեր մայրցամաքների միացումն է։ Սուեզի ջրանցք պատկերավոր։ Արա օվկիանոսով դուրս է բերում է։ Արա ES ինչի նիցան է, չեմ ճոխում։ բայց այդ ինչ որ բան է գրած, նայեք։ Սուեզի ջրանցք է կոչվում։ Եգիպտոսը միացնում է մյուս աշխարհամասին։ Կոչվում Այսինքն ES-ը պետք է լինի ոչ թե Մովսեսը Սուեզ կամ открыт բացումը Սուեզի։ Յանի այս բացը համակների միացումը։ Լավ, པարզ է, քանի որ հին ժամանակներում ուզեցել նանեն չնասել, հիմա գույներն էլ Ժամանակ։ Սուեզն է հաստատ։ Ժամանակ։ Չէ, Սուեզն է, բայց Ով է պատասխանում։ Լրացել է ձեր ժամանակը, տիկին եսա։ Ով է պատասխանում։ Ֆարմանյան Սամվելը։ Սամվել Ֆարմանյանը։ Պարոն աղարտավար, կարող ենք կրկնել հարցի ձևակերպումը։ Ոչ։ Ուրեմն լեհ նկարիչը բնականաբար այս նկարով մարմնավորել է Աֆրիկա եւ Եվրասիայի միացումը եւ հավանաբար նկարը անվանել է Սուեզ կամ Սուեզի ջրանցք։ Ձեր պատասխանը ընդունված է։ Իսկ հիմա ուշադրություն, ճիշտ պատասխան է, պարոն Ֆարմանյան։ Բուրգեր, Եգիպտոս։ Երկու պատկեր։ Սև եւ սպիտակ։ Սև եւ սպիտակ։ Պատկերների միջև ջուր է։ Այո։ Միացնում է։ Յան Մատեյկոյի այս կտավը կոչվում է Սուեզի ջրանց։ Սուեզի ջրանց։ Արի։ 6-3։ Եվ ես արձանագրում եմ գիտակների հաղթանակը։ Եվ նշում հաղթողների անունները. Ալեքսանդր Արզումանյան, Գուրգեն Արսենյան, Մարգարիտ Եսայան, Սամվել Ֆարմանյան, Արծվիկ Մինասյան եւ թիմի ավակ Էդվարդ Շարմազանը։ Ամրեք։ Դեպտավը տանը։ Բրավո։ Պարոն Արզումանյան։ Այո, լսում եմ։ Շատ հեշտ հարցեր էինք դրել։ Այո։ Չեք թաքցնում։ Ոչ։ Բայց մի մոմենտ, երբ հաշիվը 3-2 էր, Մաքսիմից հետո պարոն Արսենյանը ասում էր, որ ինչ-որ բանն է, հարցը ձևակերպված էր, ոչ պարզ, պարոն Արսենյան։ Մաքսիմի հարցը իրոք Օրաման, ոչ թե Օրաման, ճիշտ է, ես լավ չեմ հիշում այդ դեպքում։ Պարոն հաղորդավար, հարցի վերջի ձևակերպումը այդ նախադասության վերջի երկու բառը, ով թիրախին, հա, այդ թիրախի բառը չհասցրեցինք ճիշտ ընկալել։ Հասկանում եք ու դրանից հետո գնացինք արդեն ուրիշ ճանապարհով։ Լոգոտիի բան, եթե թիրախ բառը հասկանայինք, բարձա որ 19-րդ դարի վերջի ամենակարևոր, ասենք իրադարձությունն ռազմական արդյունաբերության մեջ, դա գնդացրի հայտնաբերում էր Մաքսիմի կողմից, որը որ հետագայում լրջագույն ազդեցություն ունեցավ պատերազմների ժամանակ։ Իսկ ամենակարևոր բանն էր դա։ Երկու բան կար, ասենք դինամիտի հայտնաբերումը եւ գնդացրի հայտնաբերումը։ Կհասնեինք դրան։ Բայց այդ թիրախի բառից հետո գնացինք լրիվ ուրիշ տեղ։ Բայց մենք հո չէինք ասի դինամիտնով է հայտնագործել, գոնե Մաքսիմի հարցն էինք դրել, էլի, թե չէ դինամիտը շատ հեշտ կլիներ։ Մրցանակ է կտայիք, չէ՞։ Իհարկե, դինամիտի տեսքով։ Տիկնայք եւ պարոնայք։ Պարոն Հայկ Եսայան։ Լսում եմ, պարոն հաղորդավար։ Փորձենք
հասկանալ ով էր այսօրվա խաղի լավագույն գիտակը։ Նախ շնորհակալություն բոլորին, շատ հետաքրքիր խաղ էր, բոլորս կլանված լսում էին եւ հարցերը եւ պատասխանները։ Կարծում եմ իմ հետ կհամաձայնվեն Գուրգեն Արսենյանը։ Գուրգեն Արսենյան, այսօրվա խաղի լավագույն գիտակ է ճանաչվում Գուրգեն Արսենյանը եւ ստանում Ռոզգոստրախ Արմենիան ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանի մակագրությամբ գիրք Ֆրեդերիկ Բեկբեդեր 99 ֆրանկ։ Չեմ կասկածում, որ կարդացել եք այդ գիրքը։ Չեմ կարդացել, ուզում եմ ասել, որ շատ շնորհակալություն։ Այսօր 3 ֆրանկ կարդալու ունենամ։ Հիշեցնեմ, որ բոլոր գրքերը մեզ տրամադրում է Բյուրոկրատ գրախանութը։ Պարոն Արսենյանը ստանում է նաև Triple Play Jazz Patent-ի երամսյա բաժանորդագրություն Ucom ընկերության կողմից, միկրոալիքային վառարան PC Electronics խանութսրահի կողմից, Մադաթը կոնյակ, ինչպես նաև Mastercard Nurcard Gold Premium 10 քարտ, 100,000 դրամ, Beeline All-in-One Nur հետվճարային սակագրային պատենտի Gold հեռախոսահամար նոր 043 կոդով Nurcard-ից։ Մենք բոլորը կբաժանենք մեր թիմի մեջ։ Դա արդեն ձեր իրավունքն է, պարոն Արսենյան։ Պարոն Գագիկ Գրիգորյան, Այո, պարոն Հաղորդավար։ Հիշեցնեմ այսօրվա հարցերը, որոնք հաղթող ճանաչվեցին։ Գևորգ Գասպարյան հարց Վոլտերի մասին, Ռաիսա Խաչատրյան հարց Մաքսիմի մասին եւ Սվետլանա Հովսեփյան հարց Պարադոքսալ Դալիի մասին։ Ճիշտն ասած, բոլոր 3 հարցերն էլ շատ հետաքրքիր էին, բայց ես կընտրեի Վոլտերի մասին հարցը։ Վոլտերի մասին Գևորգ Գասպարյանը դառնում է այսօրվա խաղի լավագույն հեռուստադիտող եւ ստանում է 99 վերնագիրը կրող գիրքը Ucom ընկերությունից։ Մադաթը կոնյակ, Mastercard Nurcard Gold Premium 10 100,000 դրամ, Beeline Nur All-in-One հետվճարային սակագնային փաթեթի Gold հեռախոսահամար նոր 043 կոդով Nurcard-ից։ Ավելի ուշ թիմը որոշեց իրենց ստացած բոլոր նվերները փոխանցել որևէ անապահով ընտանիքի եւ ինչ որտեղ երբ հաղորդաշարը Armenia TV-ի հետ համատեղ որոշեցին փոխանցել այն Շիրակի մարզի Վարամաբերդ գյուղում բնակվող Ստեփանյանների ընտանիքին։ Խաղն ավարտված է, շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից Armenia TV-ի եթերում։